փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիչ Ներսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել Խորհրդային Միության ժամանակ։ Ասում եք սկանդալ է պայթել, այդ սկանդալը ինչի չի պայթում։ Վերջը պարզել եք, այդ ճիշտ է, թե ճիշտ չի, փաստաթղթեր են հրապարակվել։ Եվ հայտարարություններ են եղել, որ այդ թվում հրապարակային հոգևոր ծառայողների կողմից Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին։ Ես ասեմ, որ ես հետաքրքրվել եմ, մեր ծառայություններն էլ այդ նույն տեղեկությունը ունեն։ Այո, ԱԱԾ-ն ունի այդ տեղեկությունը։ Բայց ինչ։ Ինչի վարույթը ԿԳԲ-ի գործակալ լինելու համար վարույթ չեն կարող հարուցել, որովհետև իրանք եղել են Խորհրդային Միության քաղաքացի։ Հիմա արդյոք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա։ Ուրեմն ամեն ինչ չի, որ քրեական գործի ռեժիմով է աշխատում, որովհետև կա օպերատիվ աշխատանք, կա հակահետախուզական աշխատանք, կա հետախուզական, բոլոր անհրաժեշտ միջոցառումները արվում են։ Էլ չեմ ասում դրա հետ բազմաթիվ այլ շերտեր կա, որը ամեն ինչը իր ընթացքով լուծում կստանա։ Հիմա սկանդալը կա, թե չկա։ Հիմա նոր Նախիջևանի թեմի առաջնորդը ԿԳԲ-ի գործակալ է եղել։ Դա սկանդալ է, թե սկանդալ չի։ Ինչ որ սկանդալ չի։ Գիտեք ինչի սկանդալ չի, որովհետև սկանդալը կախված է նրանից, թե ով է ֆինանսավորում սկանդալը։ Մենք քանի որ սկանդալ չենք ֆինանսավորում չկա։ Բան սկանդալ չկա։ Իսկ նրանք ովքեր ֆինանսավորում են, իրանց հետաքրքիր չի այդ սկանդալը, դրա համար սկանդալ չկա։ Այո, ես հիմա էլ եմ ասում։ Ես հիմա էլ եմ ասում եւ դա իմ գնահատականն է եւ դա նաեւ ակնհայտ իրողություն է։ Այսինքն ձեզ համար նորություն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից։ Ինչով է նորություն։ Չեք տեսել փաստեր։ Ուշադիր լրատվությանը հետևեք կտեսնեք այդ փաստերը։ Քրեական գործա ձեզ պետք դա տեսնելու համար գնացեք ձեր գրած հրապարակումները նայեք, մամուլի հրապարակումները նայեք, պաշտոնական հաղորդագրությունները նայեք։ Ամեն ինչա որ քրեական գործով է լինում։ Բա որ քրեական գործերով այդ ձեր հրապարակումները, որ քրեական գործերով չի հիմնավորում, ինչի չեք հերքում։ Ինչի չեք հերքում, օրինակ այն հրապարակումներ ներողություն խնդրում հանրությունից, ասելով որ մենք սենց բան էինք գրել, չի հաստատվում, քրեական գործով հերքվել է դա։ Ինչի ներողություն չեք խնդրում։ Բա որ ամեն ինչ քրեական գործերով է։ Բա ձեր քանի հրապարակում է, որ քրեական գործով հիմնավորվել է։ Քանի հրապարակում կա։ Այսինքն սկանդալը հոբանով չի։ Ինչի՞ չեք էլ հարց տալիս, որ այս պաշտոնյանա տուն գնել, այն պաշտոնյան։ Այն բանից հետո, երբ ասում են բրիֆինգին ներկա լրագրողների 70%-ը տուն է գնել։ Հիմա դա կոռուպցիա է, թե կոռուպցիա չի։ Բա ինչի քրեական գործեր չեն հարուցվում այդ առիթներով։ Որ հարուցվեն պետք է ասեն բանը, չէ՞, մամուլի հետապնդումը։